Թումանյան ինչ ակնկալիք ունեք այս անգամ վերաքննիչ քրեական դատարանից, քանի որ րոպեներ անց մեկնարկելու է Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը, Դավիթ Համբարձումյանի հայրը ինչ որ հույսեր էր փայփայում, որ այդուհանդերձ արդարություն պիտի եթե կա, ուրեմն Դավիթ Համբարձումյանը պետք է ազատ արձակվի։ Անկեղծ ասած Հայաստանում դատական իշխանությունից որևէ սպասում ինքս չունեմ։ Հասկանալի է, որ Դավիթ Համբարձումյանի ընտանիքի անդամները, հարազատները հատկապես էմոցիոնալ տեսանկյունից են մոտենում շատ հարցերը եւ մեր բոլորիս մտքում էլ հենց լավ սպասումն է։ Եթե նաև սպասումը չներ, նաև շատ մարդիկ այսօր չէին գային հույսով, որ Դավիթը կլինի ազատության մեջ։ Բայց այս թեմային բնականաբար նայում եմ առաջին հերթին քաղաքական տեսանկյունից։ Առաջին հերթին խնդիրը, որը դրված է իշխանության առաջ, Դավիթին մեկուսացնելու երկու հիմնական պատճառ ունի։ Առաջինը կապված է նրա հետ, որ Դավիթ Համբարձումյանը 2025 թվականին ընդդիմության միասնական թեկնածուներ վարչապետի անվստահության գործընթացում եւ բնականաբար այս տեսանկյունից իշխանության սևեռվածությունը եւ թիրախավորումը այս տեսանկյունից այսպիսի կարգերի պայմաններում մեծ առումով կանխատեսելի էր։ Երկրորդը իշխանությունը թիրախավորում է նաեւ բոլորային թեկնածուներին եւ նաեւ առաջին հերթին թիրախավորում է բոլորային համայնքի ղեկավարներին, ովքեր իշխանության թեկնածուն չեն, իշխանության քաղաքականությունը կրողները չեն եւ այս տեսանկյունից Դավիթ Համբարձումյանը եղել է այն սկզբունքային համայնքի ղեկավարներից, որը իր սկզբունքը եւ իր քաղաքական մոտեցումները մշտապես պաշտպանել է եւ հատկապես ընտրությունից առաջ բնական էր, որ սպասել էր, որ իշխանությունը փորձելու է նրան պահել թիրախավորման կենտրոնում։ Իհարկե ապօրինությունների շրջանակը բավականին մեծ էր եւ այս տեսանկյունից աննախադեպ բան է տեղի ունեցել, բայց ամեն դեպքում իշխանությունը այս ճնշումների մոտեցումը, որը արտահայտվել է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, բնականաբար նաև արտահայտելու այլոց նկատմամբ այն մարդկանց, ովքեր նույնիսկ եթե որ քաղաքական թիմ էլ չեն ներկայացնում, բայց մարդիկ են, ովքեր չեն կիսում իշխանության մոտեցումը եւ հիմնականում պահպանում են նույնիսկ լոյալություն։ Տեսեք, դուք նշեցիք, որ քանի որ իմպիչմենտի վարչապետի թեկնածուն էր Դավիթ Համբարձումյանը, նաև դրանով էր պայմանավորված նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը, իշխանության կողմից հակադարձում են նշելով, որ հակառակը դուք եք այդպես արել, որպեսզի հետո Դավիթ Համբարձումյանին ներկայացնեք քաղաքալացիա։ Նախ իշխանությունը շատ պրիմիտիվ մոտեցումներ է արտահայտում Դավիթ Համբարձումյանի ճաղերի հետևում ուղարկելու այս հանգամանքը օգտագործելու, որովհետև այն ճակերտավոր նյութերը, որոնք ներկայացում են նրա դեմ, ըստ էության ցանկացած մարդու համար տեսանելի է, որ նրան վերագրվող այդ արարքները այդտեղ գոյություն չունեն, ավելին Դավիթ Համբարձումյանը իր տեսակով եւ մոտեցումներով նաեւ հաշվի առնելով, որ համայնքում ունի մեր մասնակիցների նաեւ վստահությունը մշտապես էլ կանգնած է եղել համայնքում եւ ամեն ինչ արել է, որպես ամենացանկացած լարված իրավիճակում որևէ կոնֆլիկտ կամ լարվածություն չլինի եւ այն տեսանյութերը, որոնք նույնիսկ առկա են, սովորական միջին վիճակական քաղաքացու համար բարձրորոշ են դարձնում, որ իրական նրան վերագրվող որևէ դրվագում Դավիթ Համբարձումյանը չի եղել։ Համբարձումյանի նկատմամբ ունեցած վստահությունը սերն էր նաև պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չնայած նրան, որ ասել էր չի հայտարարելու, թե որտեղ է գնալու պատարագի, բայց նախապես հայտարարեց, որ գնալու է Մասիսի առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Գևորգ Սրբազանի մասնակցության պատարագը տեղի ունեցավ եւ հարցումները ցույց տվեցին, որ Մասիսի բնակչության շրջանից շատ քիչ թվով մարդիկ կային եւ ավելի շատ վեդու կոմունալ բաժնի օրինակ աշխատակից կար, որը եկել էր Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատարագին մասնակցել։ Գիտեք, ես կարծում եմ, որ մեր հասարակության համար առաջին հերթին շատ ակնհայտ է, որ այն միջոցառումները, որը իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատարագ կամ կրոնական միջոցառում, բոլորի աչքի առաջ է, թե դա իրականում ինչ է եւ մարդկանց վերաբերմունքն է ինչպեսին։ Այն հանգամանքը, որ տարբեր համայնքներից ստեղծված են շրջիկ խմբեր, որոնք անընդհատ տարբեր եկեղեցիներում Նիկոլ Փաշինյանի հետ միջոցառումների են մասնակցում, ըստ էության ցույց է տալիս նաև հասարակության վերաբերմունքը իշխանության նախաձեռնած այս տխրահարճակ նախաձեռնության մասով։
իրականության մեջ այ առաքելական եկեղեցին մեր հասարակության շրջանում ունի բավական մեծ վստահություն, դա տարբեր նաև սոցիոլոգիական հարցումներ են ցույց տալիս եւ այս տեսանկյունից կարծում եմ այլ արդյունք իշխանությունը չէր կարող կանխատեսել։ Մյուս կողմից նախորդ տարի հուլիսին, երբ որ սկսվեց process-ները, իշխանությունը սկզբում հույս ուներ, որ կարողանա կայծակնային արագության process գեներացնել եւ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հանգուցալուծում ունենալ իր համար շահեկան, բայց արդեն ժամանակը ցույց տվեց, որ հանրության նկատմամբ վերաբերմունքը, որը կա եկեղեցու նկատմամբ եւ հոգեվորականների իրական հոգեվորականների կողմից արտահայտած խոսքի նկատմամբ վերում է նրան, որ իշխանության այս տխրահռչակ օպերացիան որևէ ձևով հաջողել չի ստացվում։